Սիրելի հավատացյալներ, ուզում եմ շնորհավորել բոլորիդ այսօրվա հոգեգալստյան տոնի առիթով մեր քրիստոնյաներիս համար շատ կարևոր տոներից մեկը, որը որ իրենով կարելի ասել խորհրդանշում է քրիստոնեական եկեղեցու վերջնական հաստատումը երկրի այս աշխարհի վրա, որովհետև մենք գիտենք, որ հին կտակարանում մեզ առաջնորդում էր Հայր Աստված, այնուհետև Որդի Աստված մտցրեց քրիստոնեության կրոնը, այս աշխարհ բերեց քրիստոնեությունը եւ հոգեգալուստով արդեն իսկ հաստատվեց Սուրբ Հոգու առաջնորդությունը այս երկրի վրա, որը որ մենք համարում ենք, որ այն օրվանից, այն հոգեհանգստյան օրվանից մինչև այսօր առաջնորդում է մեր Սուրբ եկեղեցին։ Եվ այդ հոգին է, այդ Սուրբ հոգին է, որ ոչ միայն եկեղեցին է առաջնորդում, այլ առաջնորդում է եկեղեցու ամբողջ հավատավոր ժողովրդին, եկեղեցու ամբողջ հավատացյալներին, ինչպես նաև եկեղեցու ամբողջ ընթացքը, որովհետև մարդը չէր կարողանա պահել կամ պահպանել մի այնպիսի ինստիտուտ, ինչպիսին որ եկեղեցին է 1700 տարիներից ավելի։ Այդպիսի բան գոյություն չի ունեցել եւ չեմ էլ կարծում, որ գոյություն ունենա։ Միակ բանը, որը մարդկության մեջ 1700 տարուց ավելի գոյություն ունի, դա քրիստոնեական եկեղեցին է։ Ես ի նկատի ունեմ ոչ միայն մեր հայ առաքելական եկեղեցին, այլ նաև բոլոր մյուս ավանդական եկեղեցիները։ Հետևաբար շնորհավորում եմ ձեզ յուրաքանչյուրիդ այս տոնի առիթով, թող Սուրբ Հոգու ուժը, կարողությունը, մխիթարանքը լինի բոլորիս հետ, մեր թե դժվարին օրերին եւ թե ուրախ օրերին, որպեսզի միշտ նա մեզ լուսավորի ճանապարհը դեպի եկեղեցին եւ դեպի Աստված եւ դեպի փրկություն։ Օրհնյալ եղերուկ շնորհացրփո օգուտ, երթայքի խաղաղություն եւ Տեր մեր Հիսուս Քրիստոս եղիսկին ձեզ ընդ ամենեսյանս